Հայաստանը ռուսական զինամթերք կգնի Փաշինյանը ռուս գործընկերների հետ ռազմատեխնիկայի շուրջ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ունի։ Այն էականորեն ընդհատվել էր կամ քչացել ինչ-որ պահի, ասում է վարչապետը։ Երևանն ու Մոսկվան արդեն ունեն որոշումը վերականգնելու նաև ռազմական առուծախը։ Մենք այո ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հաստատված խաղաղությանը, ինչպես հենց իշխանություններն են ձևակերպում, Ադրբեջանն Արցախի բռնազավթումից հետո անցել է մշակութային ցեղասպանության։ Այս պահին իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ավերում է հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը, հողին է հավասարեցնում մեր տաճարները։ Խաղաղությունն այս տեսքն ունի, Փաշինյանին հիմա անհանգստացնում է միայն Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիների վիճակը։ Մենք պետք է նկատենք, որ տարածաշրջանում կան մեղադրանքներ, որոնք որոշակի հայելայնություն ունեն։ Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում, մեզ են մեղադրում, մենք ենք մեղադրում, մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում եւ այլն։ Սահմանադրության նոր տեքստը, որ թեև այն բարեփոխող հանձնաժողովի նախագահ արդարադատության նախարարն ասում է առայժմ պատրաստ չէ, Փաշինյանը տեսել է, գիտի, ծանոթ է դրան, նույնիսկ անձամբ է աշխատել ձևակերպումների վրա, մինչև խորհրդարանական ընտրությունները մայր օրենքի նոր նախագծի հրապարակմանը համաձայն է։ Բայց խնդիրն է նա, որ մի քանի սկզբունքային եւ կարեւոր նյուանսների շուրջ, որը կապված է պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական եւ քաղաքական թիմում, եւ ես չեմ ուզում, որ մենք հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու։ Չհասցնեն հասցեագրել, հրապարակումն այնուամենայնիվ կթողնեն ընտրություններից հետո։ Իդեպ երդվյալ ատենակալների ինստիտուտը ըստ Փաշինյանի հնարավոր կլինի ներդնել մեր դատական համակարգում սահմանադրական փոփոխություններով։ Երկրի ղեկավարն այդ անհրաժեշտությունը տեսնում է, բայց կոնցեպտի մասին շատ բան ասել չի կարող։ Նշում է, կինոներում է տեսել, բայց մինչև ատենակալներին հասնելը հիմա առաջարկ կա սահմանադրական փոփոխություններով գործող բոլոր դատավորներին դարձնել պաշտոնակատարներ։ X ժամանակում միայն բարեվարկության նոր ստանդարտի հաստատմամբ, որի հաստատումը հնարավոր կդառնա արդեն նոր իրավակարգավորումներով, որտեղ բաներ կա, որ մեր իրավակարգավորումներով հնարավոր չի, նրանք կվերանշանակվեն, ովքեր այդ որակավորման գնահատումը կանցնեն դատավորի կարգավիճակով։ Եթե իշխանության գալուց 8 տարի անց վարչապետն այն կարծիքին է, որ արդարադատության համակարգում իր խոսքով մաֆիա կա, արդյոք սա հենց կառավարության թերացման արդյունքը չէ։ Ի պատասխան լրագրողի հարցի Նիկոլ Փաշինյանը նշում է, որ երևույթի գոյության մասին փաստելը նշանակում է, թե գնացել են խնդիրների լուծման հետևից, արել այդ արձանագրումը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։